Հունվարից մսի վաճառքը կտրուկ է նվազել, ինչն էլ վաճառվում է մսավաճառները շուկա հասցնում են շատ ծախսեր կատարելով։ Սպանդանոցային մորթի պահանջը խիստ է դրված, մարզում սպանդանոցներ չկան։ Հարևան մարզերից են միսը բերում, սպանդանոցային ծառայությունների վճարներից բացի ճանապարհածախսն է գումարվում։ Արագազից կակիենի կաչեն, 5 օրը մեկ 10 օրը հազիվ միսկը ճարին չի ծախ։ Գյումրիի մսակորձների ծախսերը համեմատաբար կնվազեն, երբ մարզում սպանդանոցներ աշխատեն։ Անցած տարի պետության սուբսիդավորմամբ ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրի շահառուներ դարձան Աշոտցքի, Ախուրյանի եւ Արթիկի տարածաշրջանները։ Խոսքը մոդուլային կամ շարժական սպանդանոցների ձեռքբերման մասին է, որի կանխավճարի 80%-ը տրամադրում է կառավարությունը։ Մարզի 3 համայնքները նախապատվությունը տվել են մոդուլային սպանդանոցներին։ Աշոտցքն արդեն ներկրել է անհրաժեշտ սարքավորումները, բայց գործարկման ժամանակը չէ։ 19 միլիոն դրամով մեկ մոդուլային սպանդանոց է Վարդախպյուր գյուղում։ Ես պայն Աշոտցքի Վարդախպյուր բնակավայրում տեղադրված սպանդանոցի հետ կապված իրականացում են տեսչական մարմնի թույլտվություն ստանալու գործընթաց, այսինքն թույլտվություն ստանալուց հետո կարողանա աշխատել։ Աշոտցքի համեմատ ավելի մեծ չափերի մոդուլային սպանդանոցների պատվեր են ներկայացրել Արթիկ եւ Ախուրյան համայնքները։ Սպանդանոցային ծառայություն մատուցող վագոնային տնակները դեռ տեղ չեն հասել, մատակարարման փուլում են։ Հիմնական տեսքը լինելու են այդ տնագների պես լինելու, այս ձևով ունենալու է սառնարան, հետո ընթացքում էլ արդեն ինքն եւ նախատեսված է լինելու 10 գլուխ խոշոր եղջերավորի, 100 գլուխ մանր եղջերավորի եւ 20 գլուխ խոզերի համար։ Մեկ հերթափոխի ժամանակ։ Մոտ 50 միլիոն դրամ արժողության Ախուրյանի մոդուլային սպանդանոցը մարզում ամենամեծն է լինելու։ Համայնքը մոտ 6000 քառակուսի մետր մակերեսով տարածք է հատկացրել, հարթեցման ու մաքրման աշխատանքներն անցած տարի են ավարտել։ Տարածքն իր տեղատիրքով հարմար ու հասանելի է տասնյակ բնակավայրերի։ Պետք է ստանդարտներին համապատասխան դուրս լինի բնակավայրի տարածքից, չափորոշիչներ կան, 300 մետր, 350 մետր հեռու է վերջի բնակելի տնից, իսկ մնացած առումներով այս Գյումրի Արևիկ Վարդակար այգաբաց ճանապարհն է, Արտիկի կապող ճանապարհն է, որը հիմնանորոգվում է անցած տարվանից արդեն կառավարության միջոցներով, ճանապարհը լրիվ մաքուր է, այդ կողմի վրա գտնվում են Ազատան բնակավայրը եւ կողքի բնակավայրերը, այս մյուս կողմից է Ախուրյանը եւ այս վերևի մյուս բնակավայրը, որը ճանապարհի հետ կապված անցանելիության եւ այլնի հետ կապված որից այլ խնդիր չկա։ Մոդուլային սպանդանոցն իր բոլոր սարքավորումներով մեկ ամսից տեղում լինելուց հետո գարնանը սկսելու են կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները։ Այս ընթացքում վերագործարկելու հեռանկարում չեն մարզում կառուցված 2 ձորակապի եւ Հայկաձորի մասնավոր սպանդանոցները։ Ձախողվածների կողքին մասնավորի ներդրումներով նորերի կառուցման ծրագրեր այլ համայնքներում կան։ Մենք Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում ունեցանք տնտեսվարողով նախաձեռնեց եւ այժմ կառուցման փուլում է սպանդանոցային տնտեսություն, մասնավորի կողմից ունենք նաեւ Ամասյան համայնքում մեկ տնտեսվարող, որը ցանկություն է հայտնել նոր սպանդանոց կառուցել եւ Կրաշեն բնակավայրում, Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրում նաեւ շարունակում է սեփական տնտեսության համար սպանդանոցի շինարարությունը։ Պետությունը մասնավորին եւս օժանդակելու բաղադրիչ ունի։ Այն մասնավոր ընկերությունները, որոնք սեփական անասնապահական տնտեսության մորթից բացի սպանդանոցային ծառայություններ այլ տնտեսությունների համար կմատուցեն, ամեն մի անասնագլխաքանակի համար 75%-ի չափով կֆինանսավորվեն։ Այս տարվա ընթացքում մարզում հավանաբար կգործարկվեն 3 համայնքային եւ նույնքան էլ մասնավոր ֆերմերային տնտեսությունների սպանդանոցներ։ Շուկայում մրցակցային հնարավորությունները կարող են բերել մատուցվող ծառայությունների գների փոփոխությունների հօգուտ անասնատերերի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։